Եկնավոր հայր, մեր դերը, մեր աստվածը, պարկ բդանքով դեր քեզի այս դեոնական օրվան համար և անգամ եւս շնորհալ ենք ով դեր, որ կուշնորքովդ կուդանք մեջ գավակվինք այսօր, քեզ բաշտելու, քեզ բարավորելու, քեզ մեծարելու ով դեր, նաև խոսքդ լսելու և նաև իրարու հետ հաղորդակցելու մանավանդ Տեր Հիսուսի ընտանիքին մեջ, հավատքի այս ընտանիքին մեջ։ Ով դեր շնորհալ ենք այն բոլոր բարիքներուն համար, որ կվայելենք քեզ մե, ով դեր շնորհալ ենք հոգացության համար, շնորհալ ենք ով դեր պահպանության համար, եւ շնորհալ ենք ով դեր որ մեզի կբահես, մեզի կառաջնորդես եւ մեզի ով դեր կզորացնես մանավանդ մեր հավատքի կյանքը շարունակելու իտիմաց բոլոր դժվարություններու, բոլոր մարդահրավերներու, որ կրնանք դիմակրավել մեր առօրյա կյանքի մեջ։ Ով դեր գուզենք քու շնորհքիդ վստահիլ եւ գուզենք քու զորությանդ վստահիլ, քու առաջնորդությանդ վստահիլ։ Եվ մանավանդ Սուրբ Ոգիին ներկործությանը վստահիլ, ով դեր մեր կյանքերեն ներս։ Կավակվինք ով դեր այսօր, որովհետեւ տուն մեզ արժանի գնես հավաքվելու։ Կավակվինք, որովհետեւ ով դեր տուն մեզ ընդունեցիր եկեղեցին մեջ, մանավանդ ով դեր մեզի համար գադարած բրգակորձությունով, մեզի համար գադարած զոհությունով, որպես ով դեր մեզի մեղքերու թողություն դաս, որպեսի մեր դեր տուն ով դեր մերնիս, որպեսի մեր բրգության կինը վճարես, եւ որպես ով դեր քու մահովդ նաև քու հարությունով ով դեր մեզ հաշտեցնես Աստծո հետ եւ մեզ ով դեր մոդեցնես եկնավոր հոր քու զավակներ դլալու եւ մանավանդ Աստծո որդիներ դլալու Տեր Հիսուս կհավատանք քու հարության, իրականության եւ զորության եւ կհավատանք որ ով դեր քու հարությունդ մեզի նոր կյանք կուտա եւ մանավանդ ով դեր մեր կյանքերը կփոխե մեր անձերը կփոխե, մեր նկարակիրները կփոխե եւ մեր կյանքին համար նոր դեսիլ, նոր նպատակ գուտա ով դեր քեզի համար ապրելու եւ մանավանդ քո աշակերտները դլալու եւ այս կյանքը քեզմով շարունակելու եւ դեր Աստված ու ոչ մեկադեն մեզ ամոթով գցկես բայց գհավատաս գհոգաս մեզ ով դեր եւ գբահես եւ մանավանդ քո ներկայությունով մեզ գարաչուրտես այդպես խոստացար մեզի Տեր Հիսուսի անցի մեջ ասելով ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը բայց գույս որ դեր մենք քեզի համար հավատարիմ զավակներ լանք հավատարիմ զարաներ լանք եմանավանդ որպես եկեղեցի կանանք հավատարմությունով մեզ դրված արակելությունը գադարել եւ հարաճ տանել ով դեր նաև շնորհալ ենք որ տուն նաև մեզի որպես ասկ տարեր շարունակ բահաձես հագարակ բոլոր դակնապներում որ դիմակրաված ենք եւ հատկապես ով դեր այդ մեկը մենք կբարդինք մեր նախայրերուն հավատքին անոնց զորության եւ անոնց հավատարմության հիշեցինք ով դեր Վարդանանց ճակատամարտը ավարայրի բادرազմը եւ այդ հավատքի համար վասն Քրիստոսի եւ վասն հայրենիքի համար այդ մղված բادرազմը եւ այդ նահատակները որ ինգան ով դեր այդ ավարայրի ճաշտին վրա որովհետեւ մեր հայացքը գարնա շարունակել եւ մնալ մանավանդ քրիստոնյա եւ այս մեկը նաեւ մեզի ավանդ մնե ով դեր վկայություն մնե որ տարեր շարունակ մեզի փոխանցված է եւ նաեւ ով դեր մեզ այսօր հիշեցնե որ մենք ալ անոնց օրինագին հավատարիմ պետք է գտնվենք եւ բարձր բայենք ով դեր այն քրիստոնյան բոլոր արժեքները հավատքով դեր մանավանդ մեր յանքերը քեզի վստահելով եւ մեր յանքերը քեզի համար ապրելով տունով դեր բահե հայասկը այստեղ եւ ուր որ դարածված ենք ով դեր աշխարհի բոլոր եկիներու մեջ Եվ նաև ով դեր հիշե մեր հայրենիքը այսօր, հիշե Հայաստանը իր դժվարություններով, իր մարդահրավերներով եւ մանավանդ բահե ով դեր փորձանքները, վտանգները եւ թուն մեր ժողովրդին
հավատքը եւ նվիրումը որդեր նորոգ է եւ զորացուր։ Գաղութենք եկեղեցին յանքին համար եւ գաղութենք որ որդեր ցուն եկեղեցին շարունակես օրտնել եւ առաջնորդել իր բոլոր գործունեություններում մեջ։ Գաղութենք Լիբանանի համար որդեր խաղաղության համար եւ գաղութենք որ այս խաղաղությունը բահվի եւ նաեւ որդեր գաղութենք որ մեր երկրի բոլոր դժվարությունները իրենց լուծումները գտնեն մեր առաջնորդներուն աշխատանքով եւ հավատարմությունով։ Մեզ հետ եղիր այսօր այս մաշտամուքին մանավանդ միջխոսքը կլսենք, բաց մեր սրտերը, բաց մեր մտքերը եւ նաեւ ովդեր կալիք շաբթվան մեջ մեզ բոլորս առաջնորդ է մեր բոլոր ընելիքներում մեջ եւ դուր որ ինչ որ գնենք այդ բոլորը քու պարկիկ եւ քու տակավորությանդ դարածման համար են։ Եթե մեր մեջ ովդեր հիվանդներ կան, իրենց բժշկություն դուր, եթե սկավորներ կան, իրենց մխիթարության համար գաղութենք ովդեր եւ եթե գարիքավորներ կան, գաղութենք որ ովդեր նաեւ բոլորին դարբեր տեսակի պետքերուն հասնիս եւ այդ պետքերը քու միջոցներով լեցնես։ Այս բոլորը Տեր Հիսուսի անունով գաղութենք եւ կխնդրենք Հայր Որդի եւ Սուրբ Ոգի շնորհ մեզի։ Ամեն։
Այլույս Աստծո խոսքեն ուզեմ գարտալ Ղուկաս ավետարանեն 9-րդ գլուխ 28-րդ համարեն 36-րդ համարները մտի գնենք Աստծո խոսքը Այս խոսքերեն գրեթե 8 օր ետքը Պետրոսն Հովհաննեսը եւ Հակոբոսը առնելով լերը ելավ աղոթք ընելու Երբ ինք աղոթք կներ իր երեսին դեսք ուրիշ կերպ եղավ եւ իր ակուստը ջերմակ ու փայլուն եղավ Ահա երկու մարդիկ իրեն հետ կխոսեին, որոնք Մովսեսն ու Եղիան էին։ Փառքով երևցած եւ անոր այս կյանքեն ելնելուն վրայով կխոսեին, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Պետրոս եւ անոր հետ եղողները քունով ծառացած էին, երբ արտնցան, դեսան անոր փառքը եւ այն երկու մարդիկը, որոնք անորքով կեցեր էին։ Երբ անոնք զատվեցան Հիսուսի կովեն, Պետրոս ասավ Հիսուսին, վարդապետ Ահագ է, որ հոս կենանք ու երեք խրջիտ չինենք, մեկը քեզի և մեկը Մովսեսին ու մեկը Եղիային, քանզի չեր գիտեր, թե ինչ կխոսեր։ Երբ անիկա այս բաները կխոսեր, ամպ մի եկավ ու անոնց վրա Հովանի եղավ և ամբին տակ մտած ադելին վախցան։ Ցայմ մի եկավ ամբեն ըսելով, ադիգա է իմ սիրելի որդիս, անոր մտի գրեք։ Երբ այն ցայնը լսեցին, Հիսուս մինակ մնաց Իրենք լուր գեցան եւ իրենց դեսազներեն այն օրերը մարդու փամը չբատմեցին։ Թող դեր օրհներ Սուրբ խոսքին ընթերցումը։ Անշուշտ հարազանոտ դեպք այս մեկը Տեր Հիսուսի այլագերբության դեպքը հիմնական դեր կգրավե Տեր Հիսուսի կյանքի մեջ։ Եվ մեծ գաբ ունի իր ինքնության հետ, իր ովլալուն հետ եւ իր արաքելության հետ, այն արաքելության համար, որուն համար ինքը աշխարհ եկավ։ Եվ կտեսնենք, որ այս մեկը հիշված է համադեսակ 3 ավետարաններու մեջ, Մատթեոսի մեջ, Մարկոսի մեջ եւ Ղուկասի մեջ այս դեպքը հիշված է։ Ղուկաս ավետարանի մեջ այս դեպքը անշուշտ կբադահի Թեպի Երուսաղեմ Տեր Հիսուսի այդ ջամփուն վրա եւ կտեսնենք որ լերան վրա Տեր Հիսուս 3 աշակերտներ առնելով գսեմ որ լերը ելավ աղոթք ընելու եւ երբ կխոսեր Աստծո հետ երբ գաղոթեր եւ կխոսեր Աստծո հետ Տեր Հիսուսի թեմքը ուրիշ դես կարավ եւ հակուսները փայլեցան Եվ գտեսնեմ, որ աշակերտները դերոջը փառքը տեսան եւ երկու մարդիկ տեսան։ Մեկը Մովսեսը եւ մյուսը Եղիան, որոնք Տեր Հիսուսի հետ կարևոր խոսակցության մեջ էին։ Եվ վերջավորության, երբ որ Պետրոս ասավ, որ հոս մնանք եւ հոս խրջիտ չինենք եւ հոս մնանք, ասավ որ ամպ մծածգեց եւ ցայմը լսեցին, որ գսեր Ադիգա է իմ սիրելի որդիս, ասիգա է իմ սիրելի որդիս, անոր մտի գրեք եւ անշուշտ այսպես կվերջանա եւ Մատթեոսի մեջ Հիսուս կսավ որ որ լերնեն գիշնեն կսավ այս բանը մեգում մի պատմեք մինչեւ որ որդի մարդո իր մերելներեն հարություն առնե Տեպքը այս մեկն է Եկ այս տեպքը կագենք որպես գարանանք հասկանալ Ինչ է ենթահողը, ինչ է հիմքը այս բադահածին։ Անոր նախորդող հատվածի մեջ կարևոր բաներ կբադախին։ Տեր Հիսուս իր աշակերտներուն գարցնե գսեն, որ մարդիկ ինչ կսեն ինձի համար։ Հիսուսի այդ ինքնության ով լալու հարցը գարդես Տեր Հիսուսի գողմե սեղանի վրա գտրվի։ Մարդիկ ինչ կսեն Եվ անշուշտ Տեր Հիսուս դարբեր տեսակի պատասխաններ կստանա։ Մեկը մեծ մարգարե, մեկը Եղիան է, մեկը Մովսեսն է։ Եվ հետաքրքրականորեն այս բոլորին գարձիկները, այս բոլոր խոսքերը, աղբյուրը անշուշտ 5 դագարանեն գուկա։ Որովհետև այս ժողովուրդը անգալությունով գաբրի, խոստումներով գաբրի, ուրեմն
Տեր Հիսուսի մեջ այդ խոստումներուն իրական դառնալը գուզեն տեսնել։ Լավ գսե որ դուք ինչ կսեք, Պետրոս գսե որ դու ես Քրիստոսը կենտանը Աստծո որդին։ Եվ անշուշտ գիտենք Տեր Հիսուս ինչ կպատասխանե Պետրոսի, եւ Տեր Հիսուս իր չարչարանքներու մասին կխոսի։ Պետք է որ որդի մարդո բռնվի, չարչարվի եւ սպանվի։ Մահվան մասին գխոսի Տեր Հիսուս եւ հետաքրքրական բան մնա գսե որ Հիսուսի հետևիլ կնշանակե անձը ուրանալ, խաչը վերցնել եւ իմ յետևես գալ։ Ուգասու 9-րդ գլուխ իշ նախորդ համարներում մեջ ասե եթե մեկ ուզեմ յետևես գալ թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե ու իմ յետևես գա։ Այսինքն Հիսուսի համար աշակերտություն կնշանակե խաչին ջամփան որդեգրել որպես ցանկի ոչ իր դժվարություններով, իր մարդահրավերներով, իր տակնապներով կնշանակե խաչին ջամփան որդեգրել եւ կնշանակե ամբողջական հնազանդություն Աստծո կամքին իտիմաց բոլոր մարդահրավերներով ամբողջական հնազանդություն Աստծո կամքին իտիմաց բոլոր մարդահրավերներով այս աշակերտությունը այս է խաչի ջամփան դերս Վարդանանցի մասին երկեցինք եթե Վարդանանց այս ագնոցով գիտենք որ անշուշտ Վարդան իր ընկերները մեր ամբողջ ժողովուրդը այդ խաչին ջամփան կալեցին նահատակության գնով որբեսի իրենց հավատքին հավատարիմ մնան եւ անշուշտ որպես հայացքը շարունակե որպես քրիստոնյա ազգ։ Եկեք այլագերբությունը հասկանանք այս միտքեն առաջնորդված ամբողջական հնազանդություն Աստծո կամքին եւ Տեր Հիսուս մեզի գեղեցիկ օրինակ մգուտա եւ մենք այդ օրինակեն անշուշտ սորվելու ենք։ Տեր Հիսուսի աղոթքը այստեղ գսե որ լերը լավ աղոթք անելու եւ մյուս ավետարանից եւ որ գխոսեր խոսակցության մեջ էր Տեր Հիսուս։ Տեր Հիսուսի աղոթքը իր խնդրանքն է Աստծո կամքը գիտնալու եւ մանավանդ այդ կամքը հաստատելու իր կյանքին համար որ Տերը ինչ կուզե իր մե եւ գարդես այս հատվածի մեջ այդ մեկը կհաստատվի։ Գուզե որ այդ մեկը իր ամբողջ դժվարությամբ որ դժվար բան էր որ Տեր Հիսուսի գսպասեր հաստատվի նաեւ Աստծո կողմը։ Եվ կտեսնենք որ Հայր Աստված իր պատասխանը կուտա այս հատվածի մեջ։ Առաջին Հայրը անգամ եւս կհաստատե Տեր Հիսուսի ինքնությունը որպես Աստծո որդի։ Ով է Տեր Հիսուս, ասի այսքանաչ այդ ինքնությունը ինչ կսեն ժողովուրդը իմ մասից, աշակերտները ինչ կսեն, բայց Հայրը գսե որ ադիգա է իմ սիրելի որդիս։ Այս ցանը լսած էին ատկի առաջ այդ ցանը նախապես լսված էր Տեր Հիսուսի մգրդության ժամանակ։ Գիտենք որ ցայն մեգավ եւ Սուրբ Ոգին այս է իմ սիրելի որդիս։ Եվ կտեսնենք որ այս այլագերբության վրա այդ մեկը գգրտնվի Աստծո կողմը եւ կհաստատվի Աստծո կողմը։ Երկու անգամ։ Իր կյանքին սկիզբը, իր մգրդության ընթացքին եւ անշուշտ այսօր, երբ որ նոր հանգրվամը կսպասե Տեր Հիսուսի համար, Տերը Հայրը կհաստատե Տեր Հիսուսի ինքնությունը։ Երկրորդ Հայրը կհաստատե նաեւ Տեր Հիսուսի աստվածությունը։ Այո, ասիկա իմ սիրելի որդիս անոր մտի գրեք, բայց նաեւ Տեր Հիսուսի աստվածությունը կտեսնենք այստեղ, որովհետեւ գսե ամպ մծածկեց լերը։ Ամպ մծածկեց լերը։ Եվ 5 դագարանի մեջ ամբի ինչ գխորհրդանշե Աստծո ներկայությունը։ Երբ Իսրայելի ժողովուրդ Եգիպտոսեն դուրս ելավ, գսե որ Աստված ամբիսյունով գիշեր ու ցերեկ կառաջնորդեր զիրենք։ Աստծո ներկայությունը իր ժողովրդին մեջ։ Մովսես երբ լերի ելավ ելից 24 գլուխի մեջ օրենքի դախտակները ստանալ
որպես Աստծո հետ հանդիպի եւ այդ օրենքը ստանա 6 օրեր Տերոջը փառքը բադեց կսե եւ 7-րդ օրը Տերը Մովսեսը գանչեց։ Տերոջը փառքը մաշող գրագի բեսեր եւ Մովսես 40 օրեր եւ 40 գիշեր ամբի մեջ մնաց։ Գավը գալի չէր Տերը երես դեսնել եւ ամբի մեջ մնաց եւ Տերը դվավ օրենքը եւ ասավ որ Աստծո համար դաբանակ մշին է, որ իր ներկայությունը պիտի լար։ Եվ գիտենք պատմությունն որ Մովսեսի թեմքը փոխված էր, քույնը փոխված էր։ Եվ դերը գսե որ դաբանակ մշին է եւ այդ դաբանակը իմ ներկայությունս պիտի խորհրդանշե իմ ժողովրդիս մեջ։ Ուրեմն նաեւ ամբեն քանի ամբը վախնալիք բան էր։ Գտեսնենք որ դերը դաբանակը հաստատեց։ Յետքը դաբանակը վերածվեցավ դաջարի, Երուսաղեմի դաջարը, եւ յետքը նոր ուխտի մեջ նաեւ այդ դաջարը վերցուց եւ մեր կյանքերն են որ Սուրբ Օքին ներկայությամբ Աստծո համար դաջար եղան։ Այսին Աստված ոչ թե կփնագի դաջարի մեջ, բայց Աստված կփնագի Սուրբ Օքիով հավատացյալին կյանքի մեջ։ Եվ ասկա մեծ փոփոխություն է։ Երորդ հայրատ երկու մարդոց միջոցով Մովսեսի եւ Եղիայի երկու բան կգադե գսե որ ասոն կխոսեին Տեր Հիսուսի հետ եւ գսե որ ինչ կսեին անոր այս կյանքեն ելնելուն վրայով կխոսեին որ Երուսաղեմի մեջ պիտի գադարվեր այսինքն ծևոմը կհաստատե Տեր Հիսուսի առաքելությունը եւ Աստծո վերջնական գամքը։ Տուն Երուսաղեմ երտասկոր։ Եվ այս բաները պիտի բադային քեզի։ Խաչը հոն է, մահը հոն է եւ հարությունը հոն է։ Անշուշտ ըսի որ Մովսես եւ Եղիա Տեր Հիսուսի հետ խոսեին այս կյանքեն ելնելու մասին, որ Երուսաղեմի մեջ պիտի գադարվեր։ Այսինքն Տեր Հիսուսի մահը վերջնական իրականություն եւ ասիկա Աստծո գամքն էր Տեր Հիսուսի համար։ Ասի Տեր Հիսուսի անշուշտ։ Բայց նաեւ աշակերտներուն գուզե ցույց տալ թե ով է Տեր Հիսուս։ Տեր Հիսուս Մեսիան է, որում մեջ 5 դագարանի բոլոր օրենքները եւ բոլոր խոստումները իրական գտարնան։ Հոն գտապին։ Եթե քեդի նմանցնենք այդ երկու կեդերը հոն իրարու գհանտիվին։ Ինչու ասիա գսեմ, որովհետև Իսրայելի համար Մովսես մեծակույն մարգարեն է եւ գլխորտանշե օրենքը, քանի որ Աստված օրենքը Մովսեսի միջոցով տվավ եւ Մովսես նաեւ օրենքը գրեց։ Իսկ Եղիան մեծակույն մարգարեն է, որ դերոջ հանդիպեցավ հովին մեջ եւ դերոջը ցանը լսեց եւ երուկն էլ այդ մոդիկ հարաբերությունը ունեին Աստծո հետ։ Ուրեմն ինչ կուզե ասել նաև այս հատվածը մեզի, կուզե ասել, որ Տեր Հիսուսի անձին եւ կյանքի մեջ օրենքը եւ մարգարեները գիրականանան եւ գդարվին։ Եվ եթե Տեր Հիսուսի համբարձում են յետք, աշակերտներուն կարոշության ուշադրություն ունենք, Լա Պետրոս եւ մանավանդ Պողոս գործարակելոց գիրքի մեջ, երբ որ իր գճանար հրյաները համոզել իր կարոշությունով եւ որ ինքնին պաշտպանեց Ֆելիքսի դիմաց, Ագրիպասի դիմաց, okay, Պողոս արկա գսե որ հաջող գսե որ որուն համար կբգայեն օրենքն ու մարգարեները։ Շատ ճշտված է ասի գործարակելոցի մեջ, որուն համար կբգայեն օրենքն ու այսինքն ամբողջ օրենքը Տեր Հիսուսը կմատնանշի, ամբողջ մարգարեները Տեր Հիսուսը կմատնանշի։ Եվ ադորը այս հատվածի մեջ կտեսնենք, որ աջ կողմը Մովսեսն է, ցախ կողմը Եղիան է, օրենքը եւ մարգարեները, բայց Տեր Հիսուս այդ բոլորեն բարձր է, որովհետեւ այդ բոլորը իր կյանքի մեջ գերակորձվին։ Հետևաբար սիրելիներ, այլագերբությունը Տեր Հիսուսի համար այսպես ասված հոգևոր կակատ մնե Տեր Հիսուսի իր արջև կգենար այդ ասենք ելքը, ելից կամ էքզոդոս այս կյանքեն թեպի այլ կյանքի
իր հանգրվանը վերջին կյանքին, որում միջոցով նաև Տեր Հիսուս մեզ պիտի ազատագրե մեղքի կերութենեն եւ անշուշտ պիտի հաշտեցնե Աստծո հետ, պիտի վճարե մեր փրկության քինը, մեզ համար կավության նոխած պիտի այդ բոլոր իմաստներ, այդ բոլոր պատկերները, որ նաև Քրիստոսի փրկությունը կճանան մեզի ներկայացնեն, որ կսերդենք որ այս նյութերը խումբի հետ։ Եվ այս մեկը Պողոս առաքյալ դարբեր պատկերներով կճանա փրկությունը մեզի նկարագրել։ Ուրեմն Քրիստոսի ընելիքը մեզի համար ինչպես Իսրայել ժողովուրդը Եգիպտոսեն դուրս եկավ թեպի անաբատ եւ անշուշտ թեպի խոստացյալ երկիր, նաեւ այս մեկը մեզի համար այդ ելքն է մեղքի կերութենեն, մեղքի կապվածութենեն, հոգևոր մահվան տադաբարդված լալեն Աստծո շնորհքը ընդունելու եւ Աստծո փրկության շնորհքը ընդունելու մեր կյանքին համար։ Ուրեմն այդ մեկն է որ նաեւ գհաստատվի եւ այդ մեկն է որ մանավանդ պիտի կատարվի Տեր Հիսուս Քրիստոսի ասենք խաչելության եւ այդ խաչի պատկայի մեջ։ Աշակերտները ինչ կսեն, ով դեր գուզենք հոս մնալ։ Բայց դերը գսե որ ծեր դեր հոս չէ։ Եկեք վար պետք է իջնանք։ Որովհետև հավատքի կյանքը լերան վրա չի գտնարել։ Հոգևոր կակատները մեզի համար կարևոր են մեր կյանքի մասին մտածելու, մեր գործի մասին մտածելու, բադահածի մասին մտածելու, բայց հոգևոր կյանքը, հավատքի կյանքը աշխարհի վրա է որ պետք է որ ապրենք։ Եվ ադոնքսը որ պետք է որ վար իջնանք։ Եվ հետևաբար Հիսուսի համար հիմնական էր իր ամբողջական հնազանդությունը Աստծո կամքին։ Գիտեր ինչ համար աշխարհ եկավ, բայց կարծես թե այստեղ այդ կամքը Աստծո կամքը կհաստատվի։ Եվ երբ իջնային Մատթեոսի մեջ խնդրեց որ այդ տեսիլքը մարդու չվատմեն։ Գսե մեկում համիսեք մինչև որ որդին մարդո հարություն առնե։ Ասկեր աշխոյեցավ պետք է նորեն գսե որ պետք է սպաննվի, պետք է մերժվի եւ երրորդ օրը հարություն առնե։ Եվ դարձյալ երբ որ գիշնե գսե որ մեկում համիսեք դեսիլքը ասիկը աստուզմե եւ սպայեցեք մինչև որդին մարդո հարություն առնե։ Եվ Հիսուս հաստատեց իր մահը եւ հարությունը եւ ապա խոսեցավ խաչին ջամփան ворթեքրելու մասին։ Ինչպես որ ինքը այդ խաչին ջամփան բռնեց, ադոնքսը ամորի մեդևես պետք է իր խաչը պետք է վերցնե եւ իմ յետևես կա։ Ինչ է հոգևոր տասը, որ մեզի գուկա այս այլագերբության լերեն երեք միտքով վերջացնեմ։ Առաջին հոգևոր կյանքի մեջ շատ հիմնական է մեր հաղորդակցությունը Աստծո հետ։ Մեր խոսակցությունը Աստծո հետ։ Մեր աղոթքի կյանքը Աստծո որ լերը լավ աղոթելու։ Եվ երբ որ խոսեր Աստծո հետ։ Ուրեմն այս հաղորդակցությունը կարևոր է որպեսզի մենք կարենանք իր կամքը հասկանալ։ Որուն մեջ Տեր Հիսուսի խոսքերը իրենց ամբողջությամբ կարևոր են։ Եվ անշուշտ այդ խոսքը մեզի ու հատկապես Աստծո խոսքի մեջ։ Մգրության դեպքի մեջ ասիա իմ սելի որդիս։ Հոս ինչ կսե։ Ասիա իմ սելի որդիս անոր մդի գրեք։ Դոմը գավելցնե, բայց կարևոր է։ Ուրեմն կարևոր է որ մենք այդ հաղորդակցության մեջ լանք Աստծո հետ եւ այդ գամքը գիտնանք Քրիստոսի գոմե դրված այդ խոսքը, առաքյալներն գոմե դրված այդ խոսքը եւ մանավանդ այդ խոսքին մդի գնենք եւ վնազանդենք։ Եվ երկրորդ անշուշտ միշտ հիշելու ենք որ Սուրբ Հոգին Աստծո ներկայությունն է մեր կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին դերևս բարդականությունն է մեզ առաջնորդել, մեզ անտիմանել երբեմն, մեզ սկսացնել, մեզի արտնցնել եւ իր բարդականությունը զորացնել մեզ հավատքի կյանքը ապրել։
Սուրբ ոգին կորզը եւ Աստծո պարտքն որ Աստծո շնորհքն է որ դերը մեր մեջ այդ հավատացեն յանքի մեջ այդ Սուրբ ոգին գտնե իր վերստին ծնունդով եւ անշուշտ եւ որ այդ վերստին ծնունդը որ գոնանք նաեւ այդ յանքը մեզի հետ գկալե եւ ադորոմար պատրաստ լալու ենք նաեւ այդ ցայնը լսելու որ նաեւ հոգին ու կա եւ ներսենք եւ մանավանդ հնազանդելու իրեն համար գտեսնեք հնազանդությունը շատ հիմնական է եւ վերջապես հավատացյալին ջամփան միշտ ալ խաչի ջամփան է որ գրնա ալալ դժվար եւ գրնա ալալ արկեկներով լեցուն բայց մեզ մեկը բանջե ամփոփչական վստահություն եւ ամփոփչական հնազանդություն եւ անշուշտ ադոր մեջ հիմքը գետրոնը Քրիստոս լալու է եւ ոչ թե մեր անձը փոխած ընթերցում մեջ հավատքի մասին գարտացինք հավատքի օրինակներով մասին գարտացինք եւ հավատքը այդ մեկն է այդ բոլոր հիշված անձերուն որոնք վստահեցան եւ որոնք հնազանդեցան եւ իրենց կյանքի աթորին վրա ոչ թե իրենց անձերը թրին բայց Քրիստոսը թրին եւ Քրիստոսի գամքով Քրիստոսի հնազանդությունով ճանաչին ապրիլ եւ անշուշտ սիրկույրեր եղբայրներ այս մեկը մեր գոչումն է եւ այս մեկը մեր կյանքի նպատակը լալու է ամեն օր եւ ամեն վարյան Տողդերը մեզ իսկապես այդ ամբողջական հնազանդության այդ հոգին եւ պատրաստակամությունը դա մեզի աղոթենք ով Տեր Հիսուս այսօր այս դեպքին դիմաց կգնանք եւ անգամ եւս ով Տեր գիշենք ով լալդ գիշենք ու ինքնությունդ գիշենք ու աստվածային ինքնությունը եւ անոնց ով Տեր ու կյանքիդ մեջ կդեսնենք այդ ամբողջական հնազանդությունը հոր Աստծո գամքին գաղթենք որ ով Տեր նաեւ մեզի այդ հոգեվոր դաս այսօր որ մենք ալ ով Տեր քու օրնագետ սորվինք եւ մենք ալ յանքը մեր յանքը այդ նույն չանկով այդ նույն հավատքով ապրենք ով Տեր ինչպես որ դու նսիր ամոր ինձ աշերտ կուզելալ պետք է որ այդ խաչի ջամփան կալե բայց մանավանդ կալե հնազանդությունով եւ հավատարմությունով եւ գիտենք որ ով Տեր երբ կկալենք առանց ինչենք բայց գիտենք որ ով Տեր թուն մեզ հետ կկալես եւ թուն գրնաս մեզ ով Տեր պետք եղած զորությունը եւ պետք եղած առաջնությունը տալ մեզ հետ եղիր ով Տեր եւ մեզ հավատարիմ բահե մեր գոչումին քո անունով գաղթենք ով Տեր Հիսուս ամեն